ինչ-որ մի չինովնիկ, ինչ-որ մի մարդ սեփական շահը առաջ բրդած գնում է, նա ազգային դավաճանի նման պիտակավորում պետք է ունենա։ Այսօր բոլորս պետք է շարժվենք միմիայն ազգային ու պետական շահերով։ Ու մեկ էլ պետք է ունենանք այնպիսի ղեկավարներ, որոնք իրենց սեփականը ստորադասում են այդ պետական ու ազգային շահերը։ Այս քո հարցի պատասխանն էր մի քիչ sense էմոցիոնալ ստացվեց, բայց հմի ես էլ սհե։ Իմն ես։ Հարցեր տվեք, ժողովուրդ ջան։ Ձեր բոլոր հարցերը հետ կապված դուք բան եք, չէ՞ ասում։ Չէ, ասում սաղին էլ է դες, տանջումել է հարցը։ Այդ հարցը։ Հա, մանոնի էլ է հարցը։ Իսկ տեսեք։ բանակի մասին, պարոն Թաթույան, համեցեք։ Բանակի անվտանգությունից սկսած բանակով եւ պարոն Թաթույանը կասի մեր ծրագրը։ Բանակը մեր ամենակարևոր կետն է մեր ծրագրում։ Առաջին Աստված տա մեր ժողովուրդը վստահի մեզ քվեարկությունը լինի ընտրություններից հետո իմ առաջին քայլը վերաբերվելու է բանակին։ Ամենաառաջինը մենք պետք է ավելացնենք բանակի ֆինանսավորումը, անպայման։ Այդ պետք է լինի տնտեսական լեզվով ասած մեր համախառն ներքին արդյունքի 8%-ը, որը նշանակում է $1 միլիարդ ավելացնել առաջին տարին ֆինանսավորումը, հենց առաջին տարի։ Դրանից բացի մենք անպայման պետք է բարելավենք, ուժեղացնենք մեր զինվորականների, սպաների սոցիալական վիճակը, որ սպան դիտվի զինվորականը ոչ թե սոցիալական բեռ պետության համար, ոչ թե բեռ, այլ երկրի անվտանգության հենասյուն։ Ես երբ մարդու իրավունքների պաշտպանն եմ, ես շատ եմ զորամասեր գնացել, էլի, որովհետև նաև զինվորական օմբուդսմենն է, այդ գործառույթը ունեի։ Մեր սպաներին այցելում էինք, մեր սպաները ինչ էին հաճախ ասում, սոցիալական հարցերի մասնագետել էինք տանում, գյուղատնտեսության հարցերի, ինչի, որովհետև շատերը վարկերի տակ էին, սպան նստում էր իրար հետ քննարկում էինք, փոխանակ զինվորական հարցեր քննարկեինք շատ, այդ մարդը քննարկում էր, դե մարդը երեխեք ունի վարկերի հարցը, ոնց դա գյուղատնտեսության հետ կապված եւ այլն, այսինքն դու նման վերաբերմունքի, եթե սպային արժանացնում ես, զինվորականին առհասարակ, այդ զինվորականը ոնց կարա առաջին հերթին ինչ էլ անես, չէ, չի կարող ամբողջությամբ կենտրոնանա զինվորական գործի վրա։ Դա համար մենք պետք է այդ սոցիալական պայմանները, վիճակը, տրամաբանությունը փոխենք վերաբերմունքին։ Մյուսը, մենք պետք է անպայման մեր բանակի բարեփոխում անենք եւ տանք տեղերում որոշումներ կայացնելու հնարավորություն։ Այսինքն մոբիլ բանակ լինի, որը տեղերում ակնթարթային որոշումներ կայացնելու հնարավորություն կունենա։ Ոչ թե ամեն ինչը կախված է քաղաքական ղեկավարությունից, այլ կոնկրետ գործողություն անելու ժամանակ ինքը կարողանա կոնկրետ մոբիլ ուժերով տեղում որոշում կայացնի։ Դա համար պետք է լինի պրոֆեսիոնալ, գիտակից զինվորականներ, որին պետությունը կվստահի։ Մյուսը, մենք պետք է ունենանք շատ ուժեղ հետախուզական ծառայություն։ Կոնկրետ պետք է հետախուզական ծառայությունը պետք է իմանա իր դիմաց կանգնած այդ երկրի մեջ միջև խորքային ինչքան հնարավոր է ինչա կատարվում ինֆորմացիա որպեսի ինչ անի որպեսի արագ հակազդի որ պետք լինի եւ հարկ եղած դեպքում կանխի մենք նպատակ չունենք տեսեք մենք մեր նպատակը ինչ է որ մենք պետք է պաշտպանենք մեր երկիրը բանակը ինչի է պետք որ անվտանգ լինես պաշտպանես քո երկիրը պաշտպանության համար է մեզ պետք բայց փիլիսոփայությունը որն է մենք պետք է ունենանք բանակ որը ունի զսպման ուժեղ կարողություն սա զսպում ինչա նշանակում որ ցանկացած երկիր եթե մտածի քո երկրի վրա հարձակվի ոտնձգի պիտի 10 անգամ մտածի հարձակվի թե չէ որտեվ կարող է հենց վնասներ պատճառես իրան որ ինքը նաև անգամ կոլապսի ենթարկվի եկեք ու սա հնարավոր է եկեք եւ բյուջեների չափը ինչքան այլ այստեղ կա էական նշանակություն չունի տեսեք եկեք վերցնենք համեմատենք օրինակ Սաուդյան Արաբիան հարուստ երկիր եւ Իրանը ասենք մենք հաշվել ենք իրենց ֆինանսավորումները 7-8 անգամ Իրանը մոտավորապես $10 միլիարդ է կազմում ֆինանսավորումը բյուջեն պաշտպանական Սաուդյան Արաբիան 70-ից 80 տեսեք ինչքան է բայց ով կարա ասի որ հանգարտ Սաուդյան Արաբիան հարձակվեց Իրանի վրա կարա հաղթի մի անգամից Իրանին Չէ, որովհետև ունի զսպման հզոր կարողություններ, կարա ոչ միայն ադաչատա, հակադարձի, այլ մի հատ էլ հենց վնաս կարա պատճառի, որ գնա տարիներով այդ երկիրը կմտածի։ Այսինքն մենք պետքա տրամաբանությունը սա է, մենք պետք է այդպիսի բանակ ունենանք։ Ու ժողովուրդ ջան, պետքա կախված չլինի այդ անվտանգությունն ու համակարգը նրանից, թե ով է երկրի ղեկավարը, հելավ
պատերազմ կլինի թե չէ։ Այսօրվա վարչապետը ինչ է ասում, ասում է ես չլինեմ պատերազմ արինելու։ Սա օրինակ ամենասխալ բանն է, սա պետք է նշանակություն չունենա Պետրոսն է, Մարտիրոսն է, ով է, եթե դու ստեղծել ես ուժեղ ամուր անվտանգության համակարգ, ոչ մի նշանակություն չունի ով է վարչապետը համակարգ է գործում ինքը տակը։ Եվ մի հարցել եմ ուզում նաև կարևոր ասել։ Մենք պետք է բացահայտենք, մի անգամից բացահայտելու ենք 2016 թվականի քառօրյա ու 20 թվականի 44 օրյա պատերազմների զեկույցները ազգային ժողովը, որ այսօր քննիչ հանձնաժողովներով արեցին ու չհրապարակեցին, մենք այդ բացահայտելու ենք։ Այդտեղից պետքա մեր ժողովուրդը իրավունք ունի ստանալու պատասխաններ։ Ու մենք պետք է ամեն ինչ անենք, որ ժողովուրդը ունենա այդ պատասխանները։ Մեր պետությունը պրոբլեմներից մեկը ինչ է եղել։ Լիքը բան միշտ գաղտնի է եղել ժողովրդից։ Հանելուկներ են եղել։ Հոկտեմբերի 27-ը։ Մինչև հիմա սենց հանելուկի պես գնում է։ Մենք օրինակ մեր ծրագրով ենք այդ արխիվներն էլ ենք բացելու։ Որովհետև այդ հանցագործությունը մեր պետության հիմքերը խարխլած հանցագործություն է։ Մենք պիտի հասկանանք, մեր ժողովուրդն էլ պիտի իմանա դա։ Եվ այդ պատերազմական այդ քննիչ հանձնաժողովներն էլ նույնպես պիտի հրապարակվեն։ Այստեղ մեր անհայտ կորած տղերքի ծնողները հարցեր ունեն լիքը, ընտանիքները, մեր գերիների, չգիտեմ, զոհվածների, մեր տղերքի, մեր հերոսների ընտանիքները հարցեր ունեն, մեր զինվորականների համար է շատ կարևոր, որովհետև այսօրվա իշխանությունը ինչ է անում։ Ինքը իր վրայից հանցագործությունները, այդ խախտումները մաքրում է։ Անդադ գցում է զինվորականների վրա, քրեական գործերը հարուցում, չէ, զինվորականը հա կարող է կան մեղավորներ, դա չենք կարա բացառենք։ Բայց ակնհայտ է, ես օրինակ որպես մասնագետ որ նայում եմ, ինքը ամբողջությամբ քաղաքական ղեկավարությունից գցում է ներքև։ Ամբողջը զինվորականների վրա է նստածում։ Եվ ստացվում է պատերազմի արդյունքը մենակ բաներն էին, զինվորականներն էին մեղավոր։ Այսինքն բանակի հետ գալով մի փոքր բանակին, եթե մենք բանակ ուժեղ, հզոր բանակ մենք չունեցանք, մենք չենք կարողանալու նորմալ հակազդել ու մեզ անընդհատ պարտադրելու են զիջումներ, այս պետք է անես, այն պետք է անես եւ մեկ բան էլ ասեմ, որ մենք նաև պետքա հնարավորինս իջեցնենք մարդկային ռեսուրսը եւ մեր պաշտպանությունը պետք է լինի թվային պաշտպանություն։ Հիմա աշխարհում ամբողջը այդպես է, օրինակ Իսրայելում մենք ունենք մեր թիմում նաև խաղաղապահ զորքերում ծառայած մեր գործընկերը, ով որ մեր ընկերը, ով իրական նաև տեսել է Իսրայելում այդ պաշտպանական եւ սովորել է նաև եւ միասին մենք նաև մշակել ենք ու պետքա նաև դա ավելի զարգացնենք սահմանները թվային նոր տեխնոլոգիաներով պաշտպանված պահելու մեխանիզմները։ Ասենք օրինակ ունենում է դետեկցիայի, այսինքն որ բանը ազդանշանը տալու կոնկրետ սարքեր, մեկը մոտեցավ, ինչ որ կամ սարք է, եսիմով է։ Այդ մեխանիզմները ես անձամբ տեսել ոնց է աշխատում։ Հատուկ սարքեր կա։ Ինքը կարա թրթող սարք լինի, օրինակ, ինքը գնաց հետախուզություն անում, գալիս է, հետո եղավ։ Եթե պետք կլինի գործողություններ կարա անի։ Բայց այս ամեն ինչը մեր երկիրը անվտանգ պահելու, պաշտպանված պահելու տեսանկյունից է արվում, էլի։ Սա հիմնականում բանակի հետ կապված այսպես մի քանի սենց էր, եթե դուք ռազմաարդյունաբերությունը։ Մերսի շատ որ հարցեցիք։ Ռազմաարդյունաբերությունը ոնց պետք է լինի։ Մենք այդ 1 միլիարդ դոլարը որ ասացինք, չէ, նախատեսել ենք այդ 1 միլիարդ դոլարից 500 միլիոնը ուղղվի ռազմաարդյունաբերության։ Բայց ռազմաարդյունաբերությունը ինչա, չէ, ասենք դրոններ ենք արտադրում, պատրոններ ենք արտադրում եւ այլն։ Ինքը ոչ միայն պետք է լինի մեր բանակի համար արտադրող, այլ նաեւ տնտեսության ճյուղ։ Այսինքն արտահանենք, մենք Վահան Անանյանի հետ ենք դա մշակել, այդ ծրագիրը եւ մեր զինվորական նաեւ մասնագետների հետ, ինքը պետք է լինի նաեւ արտահանող։ Երկիրը եկամուտ ստանա։ Եվ դա կարևոր նորմալ բան է ամբողջ աշխարհում։ Եվ ամենակարևորը մենք պետքա մեր այդ 500 միլիոնը ուղենք տեղական պատվերները պետությունը պետք է տա տեղական կազմակերպություններին, որ զարգ տա, զարգացնի տեղական կազմակերպությունները։ Պոտենցիալը ունենք մենք։ Ու սենց մի բան, մենք պետք է գիտեք ինչ անենք։ Մենք այսօր ունենք որոշակի ռազմաարդյունաբերություն, չենք կարա ժխտենք, կան մարդիկ կան, որոնք մենք իրանց ճանաչում ենք, հայրենասեր մարդիկ են, զբաղվում են դրանով, այդ կազմակերպությունները, բայց ինքը մասսայական չի դառնում։ Մասշտաբիրովից ոնց որ ռուսերեն եկավ այդ բառը։ Հա, ինքը պետք է ավելի մասշտաբային դարձնենք, որ այդ կազմակերպությունների կարողությունները ուժեղացնենք, որ ինքը ավելի մասշտաբային դառնա, էլի ոչ թե ասես փոքր բաներով լինի։ Ես լրացնեմ մի փոքր, նայեք, Հայաստանը տնտեսության առումով, չէ, ինքը փոքր երկիր է։ Աշխարհում կան
հաջողված փորձ էր, թե փոքր երկիրը իր այդ ճակերտավոր ասած փոքրությունը ոնց է հաղթահարում։ Հիմա ռազմարտունաբերությունից քանի որ խոսացինք, այդ մասը տեսեք, ամենահարմար օրինակը, ամենաօրինակելի ձևը, որ մենք կարող ենք իրանցից փող վերցնենք, դա Իսրայելի օրինակն է, որ ասաց պարոն Թաթույանը։ Ինչ են արել իրանք, լինելով փոքր տարածքով, չէ, շրջապատված արաբական աշխարհով, չէ, 48 թվականից սկսած, եթե հիշում եք, երբ որ իրանք ընթերցում էին իրանց կնեսետում, իրանց անկախության արդեն հռչակագիր ասածը, դրանից ժամեր թե օրեր չանցած ամբողջ արաբական աշխարհը հարձակվեց իրանց վրա։ Եվ արաբական աշխարհը այդ ժամանակ իրաց պոտենցիալը մոտորապես 30 միլիոն բնակիչ ունեցող շրջապատված արաբական աշխարհը մարտնչում էր այդ ժամանակ 465,000 մոտորապես բնակչություններ Իսրայելը։ Բայց Իսրայելը դիմագրավեց ու ինքը ունի իր պատմությունը թե ինչպես։ Այսինքն փոքր երկիրը հաղթահարելու պետք է ունենա իր դեղատոմսը։ Նայեք ինչ է այսօր։ Արտադրում է սեփական ռազմարտունաբերությունն ունի, ոչ մենակ իր ներքին ռազմական կարիքներն է բավարարում, ամբողջ աշխարհին զենք զինամթերք է վաճառում։ Եվ դա իր համար արդյունաբերական շատ հստակ ճյուղ է։ Բացի դրանից ինքը ռազմարտունաբերության նաև արտադրանքը կարողանում է քաղաքացիական նպատակներով օգտագործել։ Ես եղել եմ, ասենք, Իսրայելով գնում ես արագ ոչ մեկ չի քշում են մեծ բաներում, այդ տրասաներում ոչ մեկ արագ չի քշում ու ոչ մի արագաչափ չկա։ Հարցնում ես վարորդին, ասում ես, բայց ինչի չկա, ասում ես Սպուտնիկից ամբողջ երկրի տարածքը վերահսկվում է։ Այսինքն բոլոր տեղաշարժերը վերահսկվում են։ Չափում է, ասենք, այս մեքենան ստեղից դուրս եկավ, այնտեղ հատեց, միջին արագությունը այսքան պետքա լիներ, ֆիքսում է, ասենք, եթե ավելի շուտ է հասել, որ միջին արագությունով իրան արդեն ավտոմատ տուգանքները գնում։ Այսինքն ռազմարտունաբերական բաները, այդ ամբողջ համալիրը, նաև իրենք սովորել են, թե ինչպես քաղաքացիական նպատակներ։ Դուք պատկերացրեք, մենք ստեղ ունենայինք մեր սպուտնիկները, որը որ ամբողջ մեր Հայաստանի իր ռելիեֆով վերևից վերահսկողության տակ է պահում։ Բա մենք ունենայինք սահմանային այն վիճակները, ինչ որ մենք հիմա ունենք, էլի։ Սա ռազմարտունաբերության ձեր հարցին եմ ուզում պատասխանել, որ այդ պոտենցիալը մենք ունենք ու մեր հաշվարկներով ռազմարտունաբերությունը մոտակա 5-7 տարվա ընթացքում այդ միջնաժամկետ այդ բանում հեռանկարում շատ արագ զարգանալու պոտենցիալ ունի։ Ու դա համ մեր բանակին ուղղվելու, համ նաև դառնալու արդյունաբերական ճյուղ, Հայաստանը պիտի դառնա ռազմարտունաբերական արտադրանք արտահանող։ Իսկ դա նշանակում է նաև միջազգային փոխհարաբերություններ, նոր փոխհարաբերություններ այն երկրների հետ, որոնց հետ որ դու արդեն նաև քաղաքական, նաև արտաքին քաղաքականության առումով հետաքրքիր բաներ կարա առաջանա։ Եվ երբ որ դու ուժեղանում ես, ուժեղացնում ես քո տնտեսությունը, ռազմարտունաբերությունը, եւ նաև ուշով հետևում ես թե աշխարհաքաղաքական ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում, դու կարող ես այսօրվա այն վիճակը, որ մենք ունենք, ոչ մեկ չգիտի թե 5-7 տարի հետո ինչ կլինի։ Բայց մենք պետք է միշտ պատրաստ լինենք այդ վիճակին, այդ ռազմաբաներին, աշխարհաքաղաքական նոր զարգացումներին պետք է պատրաստ լինենք։ Ոչ թե կողքից դիտարկողի բանով, այլ ներսից հասկացողի ու որոշակի վերահսկողություն իրականացնողի դիրքից պետք է մենք այդ ամեն ինչին պատրաստ լինենք։ Այո։ Նստեք։ Ստաժ չկա։ Այո։ Դիմը մեզ արխիվը վարդել, մարդը աշխատել է։ 10 տարվա աշխատանքային ստաժը կորցնել է էլի մի բանկում է։ Դա այո, իհարկե, երբ ես նախկինում մենակ Դիլիջանում ասեմ։ Չէ, ամբողջ Հայաստանում նույն վիճակը։ Այն օրը Վանաձորում էինք, նույն հարցը բարձրացվեց։ Կոլեկտիվ է։ Արխիվը վարված ինչ արշավ, այսինքն արխիվը չկա։ Այո, շատ կա տենց։ Այո, կասում է թե հենց հիմնար գույություն։ Ճիշտ է, ու մարդիկ sense օթի մեջ են մնում։ Տեսեք, ես Բայց Տրուդավոյը բան սախ կա, չէ։ Տրուդավոյի մեջ պեչատներով բանը։ Տեսեք, պարոն Եսայան, դուք այդ հարցը Ես երբ մարդու իրավունքների պաշտպանն էի, սրա հետ կապված այնքան ենք պայքարել, ստեղ կոնկրետ իշխանություն պետքա փոխվի, որ այս որոշումները կայացվեն, ես շատ բոլորին, այս ամբողջ Հայաստանում այս խնդիրը կա։ Այդ եմ ասում, հիմա տեսեք, դա մոտեցում պետք է, այտենց չպետք է արվի։ Ոչ թե պետք է ասենք ով դիմեն, ասենք արխիվա ոչնչացվել է վերջացենք, այդպես չի կարելի անել։ Պետք է անհատական մոտեցում լինի մարդկանց նկատմամբ, անհատական բարձր։
Պարոն Եսայանի հետ օրինակ պետքա պետությունը գա քննարկի հարցը, հասկանա որտեղ աշխատել, ոնց արել, հոյ արխիվով չի մենակ վկայություններ կան, մարդիկ կան, գիտեն, տեսել են, փորձ ունի մարդը եւ այլն։ Ամեն ինչը պետքա Չէ, կա որ Չէ, կա որ անգամ չկա, չէ, նայեք, կա որ անգամ չկա, նորմալ է, դա պարտադիր չի։ Ինքը չպետք է աշխատանքային գրքույկը կախված լինի դրանից, որովհետև հիմա մարդը ասենք կորել է, չի ունեցել, օրինակ գրանցված աշխատող ժամանակին 15 կա 5 չկա։ Բայց ուրիշ բան էլ կա, տեսեք, օրինակ այն 90-ական թվականներին խառը ժամանակ, չէ, մարդիկ լիքը աշխատել են, էլի չի գրանցվել ոչ միտեղ։ Ահա, տեսակ, դրա համար պետությունը պետքա անհատապես պարտադիր պետքա ստեղծվի սրա համար կոնկրետ այս հարցին նվիրված ծառայություն, գործ, որ պետքա անպայման սա լուծվի այս հարցը, սա ամենակարևոր հարցերից է։ Տեսեք, ես համաձայն չեմ կրկնάει։ Չէ, սենց չի կարելի։ Դու աշխատել ես 40 տարի, քո հարևանը աշխատել է 15 տարի, հավասար է լի։ Հավասարությունը լավ բան է։ Այդ ուրիշ գիտեմ սախտանքները։ Չէ, տեսեք, այդեն Չէ, ճիշտ է, բայց նայեք, կենսաթոշակային օրենսդրությունը նենց է, նայեք Արեն ջան, նենց է, որ նվազագույն չափ կա։ Այն այա հավասար։ Անկախ նրանից մարդը աշխատել է, քիչ աշխատել, ինչ արել է, ծերության թոշակ կա, մաս կա, որը պարտադիր, բոլորը պետքա ստանան։ Դա պետության երաշխիքն է, իր ավակ սերնդի։ Այդ դա հավասար լինի, համաձայն է։ Բայց արդեն այն մնացածը պետք է ստաժ լինի, աշխատանքի լինի։ Մի խոսքով տեսեք, նայեք, ասեմ ձեզ ինչ է, էլի։ Հարցը կարճ, հարցը կարճ։ Այս հարցը մենակ ձերը չի։ Ամբողջ Հայաստանը այդ վիճակում է։ Ամբողջ Հայաստանը։ Սա պետքա լուծվի համակարգային բարձր մակարդակով։ Բոլորը պետքա, այո, աշխատած տարիների համար ստանան թոշակ։ Չի քննարկվում։ Ոչ մեկ իրավունք չունի մոռացության տա մարդու ստաժը, անտեսի, չգիտեմ, այդ թոշակը պարտադիր է։ Սա մեր ծրագրի նաև կարևոր դրույթներից է։ Չէ, ո՞նց հավուշ։ Նայեք Արեն ջան, Միանշանակ է ստե։ Արդյունքի հավասար բաշխում, ինչ է նշանակում, դա պրոցես էլ անցել է, չէ։ Մեր Ղուկասյան Գագոն սրանից մի 10 տարի առաջ Ռուսաստանում ես միշտ տեղեկանք եմ իրան։ Ստեփանի տղե, Ալկոզի, տեղեկանքը որ արխիվը բրիտ, արխիվը չի տալի, վերջ այդ արխիվի պետք է նենց վիճակի մեջ բերի, ասարա մի հատ պատասխան գրեք, պետք է ուղարկենք Ռուսաստան։ Ինչ պատասխան են գրել, որ ցրտի տարիներին խնդրում ենք մեզ ըմբռնումով մոտենակ, ռուսերենը գրել են։ Փեչը վառելու համար ավելի հարմար բան չի եղել, արխիվը դրել վառել։ Ամի, գիտես ինչ, այն մի հատ հին պապական խոսք կա, չէ՞, ասում եմ դժվար է այսօր ու սրանից հետո։ Ամի, ստիպատիվ սարից, այս մեր ծննդավայրն է, որտեղ ստեղ ամեն մի թուփը մեր համար հարազատ է եղել։ Մեր պատիվը ստեից է սկսել։ Դուք կհիշեք, մենք այն ժամանակ որ գալիս էինք ստեղ, ամեն վարքյան մտածում էինք մեկը, անես բան անենք, որ մեկը հարցնի, դուք ում տեղ եք, մենք էլ ասենք ում տեղ եք, նույնը հորող փորստարեկը, նույնը բան։ Ոչ մի բան չի փոխվել, մենք այդ ժամանակվանից ամեն օր սպասում ենք, որ մեզ հարցնեն, դուք ում տեղ եք, այսօր է։ Այդ ինչ որ դու ասում ես, ինչ է գրած, արդարությունը գալիս է, իսկ արդարությունը ամեն մարդ իր պատկերացումն ունի։ Քո ասածն էլ է, օրինակ արդարացման, դրսևորման ձև։ Ինքը քո աշխատանքը, որպեսզի գնահատվի։ Պետք է քո մասին ինֆորմացիա միտեղ հստակ լինի, թե չէ։ Աստվածչանի բադ վատ վիճակի մեջ անցնես, պատկան մարմինները քուսախ ծերից ծեր անցած ճանապարհը կհանեն միտեղից կդնեն դեմը։ Բայց եթե արխիվից եք ուզում, արխիվը չունի։ Այո, հենց սա Պապերի դանոսից բռնեցած։ Սրա մասին է պարոն Թաթյանը ինչ է ասում։ Ուրեմն նեղ բոլորս մենք կարող անենք մեր հասարակության լավագույն անդամներ, բոլորս, ամեն մեկս մեր փորձում, բայց ամեն մեկս ունենք նեղ մասնագիտացումներ, չէ՞։ Այդ Թաթյանի նեղ մասնագիտացումը նաև արդարադատության իրականացումն է։ Սա միանշանակ եւ ապահովելու է, չի քննարկվում։ Փորձելա տեսնի ամեն մարդ իր իրավունքների ու պարտականությունների շրջանակների մարդու իր գործը ճիշտ անում։ Ես դրանք բոլորը հարցեր են, բայց այս հարցերի պատասխանը, այս մի հատ ռեցեպտ չկա։ Այս հարցերը ամեն մեկի մեջ պետք է խորանալ, նայել, բերել։ Տեսեք, ստեղ պետության արդարացումները տրուդավոյ չկա չի անցնելու։ Մարդիկ պետք է թոշակ ստանան ու վերջ։ Մենք այդ միանշան մեր այդ ծրագրում այդ մխած է։ Իրավունք չունի որևէ մեկը մարդուն թոշակի ձեռքի։ Այդ մարդը մեղավոր չի իր արխիվը պետությունը ոչնչացվել է, չէ՞։
Դրա համար է չի հակառակը ամեն ինչը պետք է բեկրամբանվի, ոչնչացա։ ամեն ինչը պետք է բեկրամբանվի օգուտ մարդու, հոգուտ մարդու։ Շատ կարևոր է։ Հիմա որ պետք է լինի Կարենի մասին շատ նեղ ինֆորմացիա, հաստատ ինչ որ մի պետական մարմից կհանեն, ծնված օրվանից մինչև մի կբերեն։ Դաժե հիվանդությունները, երեխա վախտիչ պատվաստումները ստացե, ինչ ես արել, ոնց ես արել։ Այսինքն մենք հասկանում ենք, որ այդ տեղեկատվությունը ինչ որ միտեղ կա, բայց այդտեղ կամք է պետք։ Հետո ինչ է նշանակում թոշակը։ Եթե մենք հաշվում ենք ամենանվազագույն սպառողական զամբյուղը 72,000 դրամ, չգիտեմ, ես վերջը կարող է փոխվել, չի 72, այդ էլ սպառողական զամբյուղն է։ Կա պարենային, կա մեկ մյուս եւ այլն, չէ։ 41 էլ կա, 69։ Այդ արժանապատվության խնդիր կա։ Հետո տղամարդը, որ մեծանում է, գալիս է 50-60-ից բարձր։ Կա պիտանելիության սինդրոմ, չէ՞, այդ մարդը պետք է զգա, որ ինքը լպիտանի է, որպես տղամարդ։ Ձի վրա նստած տղամարդ է։ Շատ կարևոր է։ Ես հորս ճանաչում եք սա։ Ես որ թոշակ էր, մեկ գնում էի օթից մի հատ բան էի մտածում, իբր ես ոչ խնդրեմ ունեմ, բարձր պաշտոն զբաղացնելով գնում եմ ասում եմ այ հերջան, մի հատ խնդրի մեջ եմ ընկել։ Ոնց մտածում չեմ կարող սրա լուծումը գտնել, բայց խնդրեմ չկա, սա դες մտածած խնդրեմ է։ Կառավարության հետ, սրա հետ, նրա հետ մենակ մի բանի համար, որ հերս ինձ խորհուրդ տա։ Հերս էլ դրանց խորհուրդներ տալի, որ իր խորհուրդներով շարժվեմ, պետք է գնամ երկու հոգով վերացնեմ, էլի, բայց դա տենց է խորհուրդ տալի մարդը։ Բայց կարևորը այդ չէ, ես որ տնից դուրս էի գալի գնում էի, ես զգում էի, որ այդ մարդը ինչքան լավ է իրանց զգում, որ իր տղեկը հենց այսօր իր խորհրդի կարիք ունի։ Հետո մի օր անցնում էր, ես մոռանում էի դրա մասին, ինքը զանգում էր, ասում էր, ինչ եղավ այն հարցը։ Ասում էի, հա, տենց էլ արեցի, ասում, ոնց ասել էի բան։ Մեզ սերունդների համերաշխությունը պատվի խնդիր է։ Այդ լավ ուրիշ չի, որ Թաթոյանի ու Անանյանի նման մարդիկ այսօր քաղաքականության մեջ են ուզում մտնել։ Մեզ դա вообще պետք չի։ Մենք միշտ մտածել ենք, որ աշխարհի ամենալավագույն տղեկը, հայ տղեկը պետք է լինեն երկրի ղեկավարներ։ Բայց եկել ենք 50 անցել ենք, տերում ենք, արա ոչ մի ձև չի ստացվում։ Համի մենք խնդիր ունենք այդ մեր երեխեքի դիմաց։ Էս է մեր խնդիրը։ Մենք բոլորս էլ ապրելու հնարավորություն ունենք, ապրացնելու հնարավորություն ունենք, փառք Աստծո, սա ասելի է ճանաչում։ Բայց այս փոքր 10 հոգի, 20 հոգի, 50 հոգի, 100 հոգի ապրելով, ապրացնելով երկիրը երկիր չի դառնում։ Էսի ամոթ է։ Եթե մենք ամոթի զգացողությունը կորցնում ենք, ու ոնց որ կորցրել ենք շատ տեղեր, մեր հասարակությունը sense որ նայում ես, ամոթի զգացողությունը կորցրած է։ Այ եթե ամոթի զգացողությունը կորցնում ես, էլ ոչ մի սրբություն չկա։ Էլ իրար նայելու, իրար պաշտպրոշտի անելու, իրար քեփալ հարցնելու իմաստն չկա։ Եթե չկա ամոթի զգացողություն, չկա ոչ մի սրբություն։ Մեր պայքարը այս ամոթի զգացողությունը վերականգնելն է։ Մեծ ամոթ է մեր երկրի համար, որ այս վիճակի մեջ է։ Առաջ ոնց է եղել, Դիլիջանցի տղեն եղել է պատվով տղա, չէ՞։ Բելա տենց, բայց հիմա գիտես ոնց է, ամեն մեկ իր մի կտոր հողի համար, մի կտոր հացի համար, ում դուրն ասես պատրաստա գնա։ Ես այդ մարդկանց չեմ մեղադրում, բայց դրա մեղավորը մենք ենք, չէ՞։ Մեր հերերը ոնց են ապրել, մեր պապերը ոնց են ապրել։ Մենք ուզում ենք, որ այս երեխեքը վաղը մյուս օրը այդ տենց մանկություն ունենալու ու տենց մարդիկ դառնան։ Էս է, սա խնդիրը, ուրիշ բան չկա։ Ու ես մի քիչ կարող է ձեր քաղաքական կուրսից դուրս բաներ եմ ասում, բայց մենք պատվախնդիր մարդիկ ենք, մենք բոլորս իրար հետ պատվախնդիր մարդ ենք, իրար հետ։ Ու ուրեմն Թաթոյանների օջախն էլ, ինչի ենք մենք այս մարդու հետ սրտաշ ճանապարհ գրում, որովհետև մեր անցած ուղիները շատ իրար նման են։ Կյանքում չի եղել մի բան, որ Թաթոյանների մեծ ընտանիքը կամ Անանյանների մեծ ընտանիքը միտեղ ամաչի կամ գլուխը կախի։ Էսա մենք մեր հայրենիքը ենք։ Եթե դուք մի դեպք գիտեք, որ Անանյան Սանասարը ու իր տղեկը գլուխները կախելու մի հատ առիթ են ունեցել, ասեք հենց է։ Նույնն էլ Թաթոյաններն են, էդ է մեզ կապողը։ Հասկանում ես։ Մենք մեկս մյուսի համար պատասխանատու ենք, ու մենք ուզում ենք, որ մեր կողքներ կանգնեն հենց այդ ձևի մարդիկ։ Իսկ այդ ձևի մարդիկ շատ են հասարակության մեջ, չէ, 5-ից 7%։ Բայց այդ ուժեղ տղեկը պետք է հավաքվեն իրար գլխին, որ մեր երազանքների երկիրն է ունենան։ Ուրիշ տարբերակ չկա։ Կարեն ջան, թե չէ մենք իրար երբ տերում ենք, պաշտպրոշտի ենք անում, իրար հետ խոսալու բաներ ունենք, կիսելու բաներ ունենք, ուրախանալու բաներ ունենք, չէ՞։ Կարերը իմ հոր լավագույն ընկերոջ տղեն է։ Ինքներ, մոքրից թորն ես, թորը։ ախպեր այդ հոդվածները չգիտեմ, բայց դու չէ, ընկերությունը դա կարևոր բան է։ Հա, բայց այդպես որ նայես, հա, սա ասել Դանոսի պատմությունը գիտեմ, Հա։ Հիմա նայեք, մի խոսքով էս հարցը ձեր։ Իմ համար օրինակ էս է ամենակարևորը։ Մեկ էլ դուք պետք է հասկանաք, ու բոլորը պետք է հասկանան, այս ժողովուրդը պետք է հասկանան։ Դու մեջդ ուշ կա գաս կանգնես այս մարդկանց կողքին։
Թե նես յոլա գնալով փոչից կպած պետք է գնաս, տենաս ով եկավ, վաղը մեր հարցը ոնց կլուծի։ Մեր հարցը միշտ մենք լուծել ենք։ Այդտենց հարց չի եղել, որ մենք չլուծել։ Պապական միջև հնդը։ Միշտ է թե չէ։ Սրանից հետո էլ ենք լուծել, բայց մենք ենք փոքր, այդ մենք ուզում ենք մեծանալ։ Այդ մենք ուզում ենք դառնալ մի կարգին ժողովուրդ։ Հիմա տեսեք, այս գալով արդեն այս հարցին նորից էլի այդ ոչ միայն այդ հարցը, մի հատ էլ ուրիշ հարց կա, որ մարդիկ ուզում են օրինակ ասենք շատ մեծ վճարներ կա, մարդ ուզում է տան մեջ փոփոխություն անի, մի հատ զաբոր դնի, մի հատ էս անի,